Այսօր ուզում եմ քեզ ասեմ, թանկագին երիտասարդ, դու կարաս ընտրես, դու կարաս ապրես յուրահատուկ կյանքով, որը կտարբերվի, դու կարաս ապրես յուրահատուկ սրբությունով, ոչ թե դե բոլորն անում են, ես էլ անում եմ, այլ ոչ բոլորն անում են, ես չեմ անի, ես կանեմ այն, ինչ որ Աստված է ուզում, որ ես անեմ։ Գրես Տիմոթեոսը երիտասարդ հասակում ընտրվեց, պատանի հասակում։ Մենք անգամ տեսնում ենք Գործք առաքելոց 16-րդ գլխում, ոնց է Պողոսը շրջում քաղաքից քաղաք ու հայտնվում է միտեղ, որտեղ տեսնում է պատանի Տիմոթեոսին։ Նա ասում է, ես ուզում եմ, այս տղան թող իմ հետ սկսի քայլել։ Տիմոթեոսը, մենք կարանք նայենք ասենք, օ, Տիմոթեոսի թուղթ կա, բայց գիտես, որ երիտասարդ հասակում Տիմոթեոսը արդեն Քրիստոսի համար նահատակվում է։ Մարդ, ով չապրեց 35, 40, 45, 50, 60 տարիները, այլ երիտասարդ հասակում Քրիստոսի համար նահատակվեց։ Մարդ, ով այնպիսի կյանք ապրեց, որ նորից կկրկնեմ, Աստվածաշունչը, որ մաքրամաքուր ու զտված գիրք է, Աստվածաշնչի մեջ ինքը տեղ գտավ։ Իրես հազարավոր ու տասնյակ հազարավոր քրիստոնյաներ էին այդ ժամանակ ապաշխարում, այդ տասնյակ հազարների մեջից։ Պողոսը որքան ծառայողների հետ է շրջել քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ, բայց Աստվածաշունչը, Աստված հարկ համարեց, որ այսօր մենք ունենանք Տիմոթեոսի մասին պատմություն։ Այսօր Աստվածաշնչյան երկու թուղթ գրվի, Տիմոթեոսի առաջին եւ երկրորդ գլուխները գրվի, թղթերը գրվի։ Այս ինչ կյանքով ապրեց այս Տիմոթեոսը։ Այս ինչ ընտրություն արեց այս Տիմոթեոսը։